Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, կարող է ամբողջությամբ վերաձևել մեր պատկերացրած աշխարհաքաղաքական քարտեզը, սիրելի բարեկամներ։ Մի պահ պատկերացրեք իրավիճակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կոշտ հարվածներ հասցնում եվրոպական լիդերներին, բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկը փաստացի փոխանցում է Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Այո, դուք ճիշտ լսեցիք, հիմա դա է տեղի ունենում։ Մինչ աշխարհը սևեռված է ռուս-ուկրաինական ճակատի վրա, մինչ ուկրաինական դրոնները հասնում են Մոսկվա, պայթեցնում կարևոր ենթակառուցվածքներ քաղաքացիական բնակավայրերի մոտ, իսկ ռուսական կողմը շարունակում է վերագրավել նորանոր ուկրաինական տարածքներ, իսկ մերձավոր արևելքում էլ բռնկված Իրանի պատերազմում մեկ հրադադարը, մեկ նորից կրակում են, զուգահեռ իրականությունում հուլիսի 7-ից 8-ը Անկարայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացվելու են որոշումներ, որոնք դուրս են սովորական տրամաբանությունից։ Տեսեք ինչ է ասում Թրամփը, ասում է, որ ինքը չէր էլ գնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե այն չհյուրընկալեր Թուրքիան։ Ինչու է նա նման բան ասում։ Ինչպես է ստացվում, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ուկրաինան արյունահոսում է, իսկ դաշինքի հարավային թևում արդեն իսկ իրանական բալիստիկ հրթիռներ են որսվում։ Եվ ամենակարևոր հարցը, ինչպես է Թուրքիան օգտագործում այս ճգնաժամը Եվրոպային իր պայմանները թելադրելու համար։ Այսօր մենք կվերլուծենք ամենագաղտնի շերտերը, կխոսենք բացառիկ մեջբերումներով, թվերով ու հղումներով, որոնք դուք այլուր գուցե չգտնեք։ Դիտեք այս թողարկումը մինչև վերջ։ Սիրելի բարեկամներ, եթե ձեզ համար կարևոր է այն, ինչ ես անում եմ, եւ դուք ցանկանում եք, որ Progress նախագիծը մնա բացարձակ անկախ, օբյեկտիվ ու շարունակի խոսել այն թեմաների մասին, որոնցից շատ-շատերը խուսափում են, ինձ անհրաժեշտ է ձեր ուղղակի աջակցությունը։ Ալգորիթմներն ու գովազդատուները չեն, որ պետք է որոշեն մեր հաղորդումների բովանդակությունը։ Դա պետք է անեք հենց դուք, բոլոր նրանք, ովքեր բաժանորդագրվել են իմ ալիքին եւ հավանում են հաղորդումները։ Այդ պատճառով ես գործարկում եմ մեր փակամայնքը Patreon հարթակում։ Դուք իհարկե կարող եք աջակցել ուղիղ դրամական փոխանցումներով նշված քարտային հաշիվներին, բայց միաժամանակ Patreon հարթակը հնարավորություն է տալիս ամսական ընդամենը 1-2 գավաթ սուրճի գնով, 1-2 դոլարով դառնալ մշտական հովանավոր եւ դրա դիմաց ստանալ բացառիկ կոնտենտ։ Դառնալով հաղորդման հովանավոր, դուք նաեւ դառնում եք պատվիրատու, ստանալով բացառիկ փակ վերլուծություններ, գնահատականներ, կանխատեսումներ, որը կարող եք տեսնել միայն դուք, համաշխարհային ուղեղային կենտրոնների փակ վերլուծական հոդվածներ, միջազգային կառույցների զեկույցներ, կանխատեսումներ, քաղաքագիտական գրքերի, իմ անձնական մեկնաբանություններն ու ուղիղ տետատետ շփում ինձ հետ փակ խմբում։ Հղումով անցեք հենց իմ էջը Patreon-ում։ Patreon-ում կոնկրետ դրամական փոխանցումների համար պետք է ընտրեք այս ֆունկցիան եւ ֆունկցիայի միջի 4 տարբերակներից ընտրեք, որը ցանկանում եք։ Բազային աջակցության տարբերակը ամսական բաժանորդագրմամբ կկազմի այսքան, որով դուք կդառնաք հովանավոր եւ պատրոն այս իմ նախագծին։ Շնորհակալ եմ, նախապես շատ շնորհակալ եմ ձեր մասնակցության եւ աջակցության համար։ Եվ այսպես, Անկարայում Բեշթեփեի նախագահական համալիրում մեկնարկող ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը պատմական է լինելու։ Սա Թուրքիայի պատմության մեջ երկրորդ դեպքն է 2004 թվականի Ստամբուլի գագաթնաժողովից հետո, երբ երկիրը հյուրընկալում է դաշինքի առաջնորդներին։ Բայց այս անգամ կոնտեքստը լրիվ այլ է։ Դոնալդ Թրամփի հարաբերությունները եվրոպական լիդերների հետ, ինչպես գիտեք, շատ լարված են։ Նա դժգոհ է, որ Եվրոպան չաջակցեց ԱՄՆ-ին Իրանի պատերազմում։ Նա բացահայտ հիասթափություն է հայտնում, որ Եվրամիության երկրները հրաժարվում են կտրուկ մեծացնել իրենց պաշտպանական բյուջեները։ Բայց ՆԱՏՕ-ն բախտիքը մահաճույքին չթողնելու համար Թրամփը ունի իր ֆավորիտը։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բառացիորեն հայտարարել է հետևյալը. Նայեք նրան, Էրդողանին, նա ՆԱՏՕ-ի անդամ է։ Ոմանք նրան այդպիսին չեն համարում, բայց նա իրականում այդպիսին է, նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է, ասել է Թրամփը։ Ավելին, ԱՄՆ նախագահը հավելել է, որ մարդիկ չգիտեն, թե որքան հզոր է Թուրքիան ռազմական տեսանկյունից։ Եվ եթե գագաթնաժողովը չլիներ Թուրքիայում, ինքը չէր գնա։
Ես գնում եմ հարգանքից դրդված նախագահ Էրդողանի հանդեպ, ասել է Թրամփը։ Իսկ ինչ է ստանում Թուրքիան այս ամենի դիմաց։ Վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնը պատրաստվում է Թուրքիային չափազանց երջանիկ դարձնել։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը ժամանակին լուրջ տուժել էր ԱՄՆ-ի պատժամիջոցներից, որոնք կիրառվել էին Անկարայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային համակարգի գնման պատճառով։ Ինչի հետևանքով Վաշինգտոնը նաև հեռացրել էր Թուրքիային F-35 ծրագրից այդ կործանիչների տրամադրման։ Չնայած այսպես կոչված CAATSA պատժամիջոցների վերացումը պահանջում է կոնգրեսի հավանությունը, Թրամփը միակողմանի խոստացել է Էրդողանին տալ մի բան, որը նրան շատ կուրախացնի։ Դա ամենայն հավանականությամբ կլինի ամերիկյան արտադրության F-110 շարժիչների մատակարարումը, որոնք Թուրքիային անհրաժեշտ են իր սեփական 5-րդ սերնդի Kaan կործանիչների համար, որոնց մատակարարումը կասեցվել էր պատժամիջոցների պատճառով։ Բայց Էրդողանը ունի իր պայմաններն ու պահանջները, նա չի ուզում խզել ամբողջությամբ իր կապերը Ռուսաստանի հետ եւ բավական կոշտ ուղերձներ է հղում Եվրոպային։ Գագաթնաժողովից առաջ Ստամբուլում ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակների առջև Էրդողանը նախորդին հանդես է եկել չափազանց ուղիղ հայտարարություններով։ Նա նշել է. Թուրքիայի անփոխարինելի ներդրումը եվրոպական անվտանգության մեջ երբեմն անտեսվում է։ Եվ հստակ պահանջ է դրել Էրդողանը, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի բոլոր պաշտպանական կառույցներում եւ ՆԱՏՕ-ի անդամների միջև պաշտպանական առևտրի բոլոր սահմանափակումներն ու էմբարգոները պետք է վերացվեն։ Եթե մենք ուզում ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները, մենք պետք է վերացնենք պաշտպանական արդյունաբերության առևտրի խոչընդոտները։ Թուրքիային նեղ քաղաքական շահերի պատճառով պաշտպանական ոլորտից բացառելը ոչ մեկին օգուտ չի բերի։ Մենք պետք է դաշինքի շրջանակներում ստեղծենք անվտանգության եւ պաշտպանության այնպիսի ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա, առանց որևէ եթեների եւ բայցերի, ասել է Էրդողանը։ Հիմնական կռիվը գնում է Եվրամիության 150 միլիարդ եվրոյի Եվրոպայի համար անվտանգության գործողություններ, նախաձեռնությանը Թուրքիայի մուտքի շուրջ։ Սա արդեն եվրոպական ուղղությամբ կարևորագույն ծրագիր է, հենց Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար, եւ Թուրքիան ուզում է այնտեղ խաղալ առանցքային դեր։ Թեև Թուրքիան տեխնիկապես իրավասու է, դրա համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամների հաստատումը, բայց Հունաստանն արդեն սպառնացել է արգելափակել այն։ Հունաստանը Իսրայելի հետ դաշինք է կազմում Թուրքիայի դեմ։ Պուտինին խաղի մեջ պահելու թուրքական պրագմատիզմն է գալիս առաջին պլան։ Մինչ եվրոպական որոշ առաջնորդներ կուրացած են ավանդական մոտեցումներով, թուրքական վերլուծական շրջանակները, օրինակ Daily Sabah-ը, բացահայտ ասում են հետևյալը. ՆԱՏՕ-ի ապագայի համար անհրաժեշտ է Ռուսաստանին խաղի մեջ պահել։ Ռուսաստանին տարածաշրջանային անվտանգության համակարգից ամբողջությամբ դուրս թողնելը կործանարար է եւ Անկարան ցույց է տալիս, որ պատրաստ է լինել Մոսկվայի եւ Կիևի միջև գլխավոր կամուրջը, միջնորդը, չզոհաբերելով իր հարաբերությունները Պուտինի հետ հանուն արևմտյան արժեքների։ Այս համատեքստում, սիրելի բարեկամներ, չափազանց ուշագրավ է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունը հենց Անկարայի գագաթնաժողովի շրջանակներում։ Կալասին դուք շատ գիտեք, մեր եվրոպական ինտեգրացիայի հարցում շատ եք նրա մասին լսել։ Խոսելով Թուրքիայի դերի մասին, Կալասն ընդգծել է. Թուրքիան ռազմավարական կարևոր գործընկեր է։ Իհարկե, յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ ասում են, որ այն պատմական է, բայց ճշմարտությունն այն է, որ այժմ տրանսատլանտյան հարաբերությունները նույնպես լուրջ լարվածություն են ապրում։ Թուրքիան Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր է, իհարկե եղել են բազմաթիվ խնդիրներ կապված հիմնարար ազատությունների հետ, որոնք հանդիսանում են ԵՄ-ին անդամակցելու հիմքը, բայց ասել է Կալասը, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, Թուրքիան դաշինքի երկրորդ ամենամեծ բանակն է եւ անշուշտ օժտված է շատ հզոր պաշտպանական արդյունաբերությամբ։ Այսպիսով նույնիսկ Բրյուսելն է ստիպված ընդունել, որ Իրանի պատերազմի եւ ռուս-ուկրաինական ճակատի ֆոնին ՆԱՏՕ-ի հարավային թևը, հարավային հարևանությունը, դրա անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Թուրքիայի ռազմական հզորության։
Ինչպես նշում են Ատլանտյան խորհրդի վերլուծաբանները, իրանական հրթիռների սպառնալիքը, որոնք արդեն որսվում են Թուրքիայի օդային տարածքում, նույնիսկ այն Ինջիրլիկ ավիաբազայի շրջակայքում, ստիպում է ՆԱՏՕ-ին կտրուկ արդիականացնել հարավային թևի հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ընդլայնել հակաահաբեկչական առաքելությունները։ Հարգելի բարեկամներ, այսպիսով Անկարայի գագաթնաժողովը ցույց է տալիս, որ Արևմուտքի ներսում ընթանում է մեծ առևտուր։ Մինչ եվրոպական էլիտաները անհանգստացած են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու ռիսկով, Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գծում են իրենց սեփական սցենարը։ Սա ուժային կոշտ հավասարակշռության եւ պրագմատիկ գործարքների մի նոր դարաշրջան է, որտեղ Թուրքիան փորձում է դառնալ Արևմուտքի եւ Արևելքի գլխավոր հանգույցը։ Թե ինչպես այս ամենը կանդրադառնա հարավային Կովկասի եւ հայկական շահերի վրա, մենք կխոսենք պրոգրեսի հաջորդ թողարկումներում։ Մենք կհետևենք այդ գագաթնաժողովին հնչեցվող այնտեղ հայտարարություններին եւ ընդունվող որոշումներին։ Հուլիսի սկզբին։ Բաժանորդագրվեք ալիքին, հավանեք, տարածեք այս տեսանյութը եւ մեկնաբանություններում գրեք ձեր տեսակետը։ Ձեզ հետ է Տիգրան Խաչատրյանը, կհանդիպենք։